Մեզ մոտ այն դեռ հասարակությունը եւ անավանդ բիզնեսը չի հասունացել, որպեսզի նման ներդրումներ անեն։ Այո։ Մեզ մոտ դեռ ոչ մի նման բանի ներդրում պատրաստ չեն։ Տեսնում եք ամառային կինո Մոսկվան ամենաէժանագինն է դրանցից։ Այո։ Այնտեղ չնչին գումարներ է պետք համեմատած, միևնույնն է ոչ ոք չեն կարողանում դա։ Մեր հասարակությունը պատրաստ չի Տեսա աղքատ մտածելակերպի հասարակություն։ Այո։ Այդ բիզնես հասարակության մասին եմ ասում, ժողովրդի մասին չեմ, բիզնես։ Այո։ Բիզնեսը աղքատ բիզնեսը է, էլի։ մտքով աղքատ։ Մտքով աղքատ բիզնեսը։ Անընդհատ կողը միայն պլյուս, ռեպուտացիոն ոնց որ նվաճումների մասին նրանք չեն կարողանում, էլի ռեպուտացիոն Այո։ Դրանք $10 միլիոն որ դրեցի, դու դառնում ես, չգիտեմ, այս տարիներ շարունակ քո անունը կհոլովի կմնաս պատմության մեջ։ Այո։ Հասորեն ստացվում է, ասենք Մանթաշովի բանի ժամանակ ահագին ավելի առաջադեմ էին մտածում։ Այդ մտքի անցել է այդ բանը, որտեղ Մանթաշովը բնականաբար չես կարող համարել ինչ-որ մի ինտելեկտուալ մարդ, է։ Այո։ Գիտեք, այո։ Բորդելներով Փարիզի գած այդպիսի մարդ է եղել։ Դե դա բաց բան չի, ես չեմ ուզում ասել, բայց այդ է եղել էվոլյուցիոնը Մանթաշովի։ Բայց Խրիմյան հայրիկի երևի ազդեցության տակ է եղել, օրինակ Կոմիտասին ֆինանսավորել է։ Շատերին է ֆինանսավորել։ Կարծեմ 200 հոգի է եղել այդ մեծ թիմը։ Կոմիտասին, բայց մեկը բավական է։ Այդ հասկանան, որ բավական մի հատ նա չէր մնա պատմության մեջ։ Դե հա։ Ինչով պետք է։ Կամ ասենք Գուելը ու բանը էլի, չէ։ Գաուջին էլի։ Հա, նույն Գուելը։ Գաուջի շնորհիվ դե ով էր իմանալու Գուելով է։ Մոռանալու էին գնա։ Այո, այո։ Մարոզովը եւ Ստանիսլավսկին։ Այո, այո։ Որը բոլշևիկներին էր ֆինանսավորում մի կողմից, բայց այդ բոլորը մոռացվեց, որտեղ մխատը։ Այո։ Կամ Տրիչակովսկի Գալիրեան, էլի, մի խոսքով էլի, օրինակները ահագին շատ են, եթե մի քիչ բիզնեսմենները մտածեն։ Դե Ծառուկյանը ուզում է ասեն Քրիստոսին։ Այդ սարսափահար բանը, այդ մի անտանելի, մեր լանդշաֆտն է փչացնելու, այդ մի անտանելի, մեզ համար սարերն են։ Մենք սարերի վրա, նույնիսկ եկեղեցիները սարերի վրա չեն դնում, երբեք, մի քիչ ներքև, ոչ ոք չէր բերում, ոչ ոք չէր բերում, դա պրիմիտիվ մոտեցում էր այսպես բերում, ոսկեպարն է, տենց, բայց նա բլրիկ է, այն որ գիտեք ոսկեպարը, բայց հիմնական Սևանը լավագույն օրինակը նայեք, Սևանը երաշենից այսպես, հանճարներ էին այս մարդիկ, աղբատը, այո, բնության հետ, ոնց որ մեջից բնությունից ծնված դուրս եկած հարգանք էլի կա բնության նկատմամբ ընդհանուր համեստություն նաև հետո այդ եկեղեցին բան էս չէ որ պիտի ոնց որ ազդեցություն ունենար եւ նրանք կարողանում էին այդ ազդեցությունը ճաշակ ամեն ինչ այո ոգևոր Աստվածաշնչի ամբողջ չէ բովանդակությունը պիտի կարողանար նա արտահայտել եւ կարողանում էր այո շնորհակալություն ձեզ շատ